առիթ եք ունեցել քննադատելու իշխանությունների գործելավոճը հատկապես արդարադատության համատեքստում։ Այս անգամ ինչ ակնկալիքներով եք օրինակ այստեղ դատարանի բակում ինչպիսի հանգուցալուծում ակնկալել, եթե բոլորը այսպես գործին ծանոթ շրջանակները պնդում են, որ այստեղ գտնվողների նկատի ունեն, որ գործը շինծու է եւ կապ չունի իրավաբանության հետ։ Տեսեք, առաջին մեղադրանքը լրիվ հիմնազուրկ էր, որովհետև կարծիք արտահայտելու համար մարդուն կալանքի վերցնելը դա հակացուցված է ոչ միայն սահմանադրությամբ, այլև Եվրոպայի խորհրդի իրավական ակտերով։ Հիմա մտածել են ինչ-որ ուրիշ բան, 296 հոդվածն է փողերի լվացում, բացարձակապես ինքը կապ չունի այդ ամեն ինչի հետ, որովհետև այդ հանցակազմը, որ շարադրում ան, դե երկար տեքստ է, մի հատ պոեմա գրված, այնտեղ ասում է հանցավոր ճանապարհով, իսկ անմեղության կանխավարկածի սկզբունքը սահմանադրության 66-րդ հոդվածի համաձայն ասում է անձը անմեղ է, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չի օրենքով նախատեսված կարգով եւ հաստատված չի դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճիռով։ Հիմա Սամվել Կարապետյանի վերաբերյալ այդպես դատավճիռ կա, որ հիմա իրան բերեն մի հատ ուրիշ մեղադրանք փողերի լվացում ներկայացնել։ Սա ակնհայտ քաղաքական հետապնդում է։ Քաղաքական հետապնդումը սկսել է հենց առաջին օրվանից, որովհետեւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեաժողովը 2012 թվականի բանաձևը հաստատել, որ կարծիք արտահայտելու համար մարդուն հետապնդելը, անհամաչափ վարչարարություն կիրառելը, անհամաչափ քրեական ներգործություն կիրառելը, սա նշանակում է քաղաքական բանտարկյալ։ Սամվել Կարապետյանը քաղաքական բանտարկյալ է։ Ես բարձր ասում եմ, թող սա ֆիքսեմ։ Ուրիշ տարբերակ ստեղ չկա։ Պարոն Պետրոսյան, քաղաքական հետապնդումները կարծես շարունակվում են նաև հոգևորականների նկատմամբ։ Հոգևորականների նկատմամբ էլ է շարունակվում։ Այսօր իրական հանցագործները դրսում ազատության մեջ վխտում են, ազատության մեջ կյանքը վայելում են, բայց հայրենանվեր մարդիկ այսօր անազատության մեջ են։ Սա է Նիկոլ Փաշինի Հայաստանը։ Նոր Հայաստանը, իր խելքին էլ բրդել է, ասում են 4-րդ Հայաստան ստեղծի։ Արա դու իբր 3-րդ Հայաստանը խելքի բերեցիր, մի հատ է 4-րդ Հայաստանը ստեղծի։ Պարոն Պետրոսյան, նկատեցի, որ Փաշին եք դեռևս օգտագործում, այսինքն Աղազարյանի հետ դեպքից հետո։ Հա, ինքը իմ համար Փաշին եղել է եւ մնում է։ Նույնը Հովիկ Աղազարը, նույնը Երկոտանին, ազգային ժողովի մանդատակին, որ առանց ամաչելու, որ հարցնում է լրագրող, ասում են չի չեք հրաժարական տարի, ասում է բա վարկերս ոնց փակեմ։ Այսինքն այս մարդը ազգային ժողովին վերաբերում է որպես վարկատու կազմակերպություն։ Իր համար կապ չունի, որ ազգային ժողովը սահմանադրության համաձայն օրենսդիր մարմին է։ Ինքը ազգային ժողովին վերաբերում է որպես իր վարկը փակելու միջոց։ Նման մարդը ինչ գործ ունի ազգային ժողովում։ Հովիկ Աղազարի մասին է խոսքը։ Դե Նիկոլ Փաշինն էլ ընդհանրապես անելիք չունի իր տեղում։ Շնորհակալություն։